կարծում եմ վտանգը կայանում է նրանում, երբ դու ընտրությունների արդյունքի գինը այդքան բարձրացնում ես, մեծ հաշվով պարարտ հող ես պատրաստում նաև ինչ որ հակաժողովրդավարական գործողություններ իրականացնելու համար, հակաիրավական գործողություններ իրականացնելու համար, որովհետև եթե դու հայտարարում ես, որ եթե մենք պարտվենք դրա գինը խաղաղությունն է, կարող ես այդ խաղաղությունը պահպանելու կամ Հայաստանի խաղաղ զարգացումը ապահովելու համար օրինակ աչք փակել ժողովրդավարության վրա, գնալ ընտրությունների կեղծման ճանապարհով, գնալ, չգիտեմ, այլ հակաիրավական գործիքների կիրառման ճանապարհով այդ արդյունքին հասնելու համար։ Եվ երկրորդ խնդիրը այն է, որ այդ անձնավորումը խաղաղ գործընթացի երկարաժամկետ կտրվածքով կարող է խնդիր դառնալ։ Եթե բոլոր ուժային կենտրոնները եւ այդ թվում այս կառավարությունը խաղաղության ապագան, խաղաղ գործընթացի ապագան կապում են մեկ անձի հետ, ապա դա նշանակում է, որ եթե հանկարծ 5 տարի հետո այդ ուժ իշխանություն չլինի, ինչ արդեն խոսելու ենք այն մասին, որ խաղաղությունը վտանգված է, կամ արդյոք սա նշանակում է, որ իշխող ուժը հավերժ պետք է իշխանություն լինի, որպեսզի խաղաղություն լինի տարածաշրջանում, այսինքն անուրջ փաստարկներ են եւ այդ առումով իհարկե չեն նպաստելու նաեւ ընտրական process-ի արդարությանը, ընտրական process-ի ամբողջականությանը։